Ինչպես եւ սպասելի էր, ՔՊ-ում ներկուսակցական հետընտրական բազարներ են սկսվել։ Թիմում դժգոհությունը մեծ է նախընտրական ցուցակի ձևավորման համար անցկացված ներկուսակցական ընտրություններից։ Առայժմ դժգոհությունները բողոքարկման դիմումների տեսքով ներկայացնում են շարքային կուսակցականները։ Գործող падգամավորները եւ մյուսները մտադիր են հարցը քննարկել անձամբ Փաշինյանի հետ։ Մեզ ասացին, որ բողոքարկման դիմումներ են ներկայացվել շարքային կուսակցականներից, ոմանց կողմից արգելված քարոզչության հետ կապված, ինչպես նաեւ կուսակիցներից որոշների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հետ կապված։ Պարզեցինք, որ Վայոց ձորի պատվիրակներից մեկն է բողոքարկման դիմում ներկայացրել իր գործընկեր պատվիրակի դեմ, որը իր կարծիքով падգամավոր Տրդատ Սարգսյանի դեմ նախընտրական շրջանում հակաքարոզչություն էր իրականացրել։ Չնայած ՔՊ-ում մտադիր էին ազգային փոքրամասնության, ասորի եւ քուրդ ներկայացուցիչներին փոխել, խոսքն Արսեն Միխայելովի եւ 80-ամյա Կնյազ Հասանովի մասին է, սակայն երկար փնտրտուքներից հետո կանգ են առել նույն անձանց վրա, քանի որ նշված համայնքներում իշխանության գաղափարները կիսող խելքը գլխին երկրորդ մարդ չեն գտել։ Այսպիսով կարելի է ասել, արդեն պատրաստ է ՔՊ-ի նախընտրական ցուցակի երկրորդ մասը, որը կազմվում է ազգային փոքրամասնություններից։ Եզդիական համայնքից կրկին ընտրվել է Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքից Ալեքսեյ Սանդիկովը, քրդերից Կնյազ Հասանովը, իսկ ասորիներից Արսեն Միխայելովը։ Ըստ օրենքի ամենաշատ ձայն ստացած ուժին բաժին է հասնում թվով ամենամեծ եզդիական համայնքի ներկայացուցիչը, իսկ եթե այդ ուժի մանդատները կրկնակի ավելի են, նաև ռուսական համայնքի, իսկ եթե ունի սահմանադրական մեծամասնություն, ապա 3-ն էլ։ Թոշակները 10,000 դրամով բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի անսպասելի աչքալուսանքը խուճապ է առաջացրել ՔՊ-ում։ Մի քանի օր է կուլիսներում քննարկում են, թե ուրեմն վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանը որոշել է ինքն իրեն դեմ գնալ եւ շաբաթներ առաջ իր ասածը հերքել, գնալ մի քայլի, որի անհրաժեշտությունը չէր տեսնում այն ժամանակ։ Չնայած կուսակցական փակ հավաքների ժամանակ Փաշինյանը ՔՊ-ականներին դուխ է տալիս, որ 60+-ի համար ենք պայքարում, բայց ՔՊ-ում բոլորը հասկացել են, որ եթե Փաշինյանի խփատ տոկոսներն իրականությանը մի քիչ մոտ լինեին, ինքն այսօր ծաղրի առարկա չէր դարձնի ինքնզինքը հակասելով ու մի ամիս առաջվա իր ասածներին դեմ գնալով։ Իդեպ ՔՊ-ում չեն բացառում, որ եթե իրավիճակը նման քայլերով չփոխվի հօգուտ իրենց, մի վերջին վարիանտ ուժային մեթոդներով խաղից դուրս կհանեն որոշ ընդդիմադիրների, չնայած այստեղ էլ նոր վտանգներ կարող են ծագել։